Ողջույններ Փարիզից։ Եկել ենք փորձելու մակարոններ, բայց ոչ լաջուղե, ոչ պիերեղմե եւ ոչ կլասիկ։ Այսօրվա մակարոնները, որը փորձելու ենք, լինելու են առանց լակտոզ եւ ավելի քիչ շաքարով, այսինքն ավելի քիչ քաղցր։ Եվ այդ յուրօրինակ մակարոնները վաճառվում են Alain Ducasse շոկոլադի խանութներում եւ դա նորություն է, ընդամենը մի քանի ամիս է, որ ինքը վաճառում է իր մակարոնները ու ես ուղղակի չէի կարող չգալ եւ չփորձել։ Իսկ ով որ չգիտի, ասեմ, որ Alain Ducasse շատ ճանաչված շեֆ խոհարար է, ով ունի 16 Միշլենյան աստղ, ունի բազում շոկոլադե բուտիկներ Փարիզում։ Ես եկել եմ շատ լելեզալի մեջի բուտիկը, որտեղ կա նաեւ փոքրիկ կաֆե, այնտեղից կարող եք նաեւ սուրճ վերցնել եւ գնելու եմ իր մակարոնները մի քանի տեսակ, որ փորձենք եւ հասկանանք, եթե շաքարը պակաս է, համը դրանից տուժում է թե ոչ, ու եթե առանց լակտոզա է, դա էլ ազդում է արդյոք համի վրա, թե մակարոնները նույնպես համեղ են։ Այնպես որ եկեք գնանք փորձենք։ Տեղափոխվեցինք տուն, արդեն համ տեսելու։ Իդեպ ասեմ, որ մակարոնները նման իզոթերմ տոպրակով են դրված, քանի որ շոկ է, նրանք այսպես են տալիս ու սա միայն ինձ այսպես չի տրվել, բացատրեցին, որ բոլորին հենց նման կերպ են տալիս, որպեսզի մակարոնները նորմալ, բարեհաջող տեղ հասնեն եւ չվնասվեն։ Եկեք բացենք, տեսնենք, թե ինչպիսին են։ Ահա, բացում ենք։ Ես վերցրել եմ 6 հատանոց տուփիկը, նայեք ինչ գեղեցիկ է, այսպիսի մետաղական տուփիկ է, եթե չեմ սխալվում, մեջը նույնիսկ իրենց քարտն էլ կար, թե մակարոնները ինչ տեսակի են լինում նման կերպ, որպեսզի մենք ծանոթանանք բոլոր տեսականու, որովհետև այո, այնտեղ ասում են, բայց բնականաբար կարող ենք մոռանալ, չէ, հասնել տուն եւ մոռանալ, թե ինչ կար մեջը։ Հիմա եկեք բացենք, տեսնենք ինչպիսին են։ Վաու, տեսեք, նույնիսկ նման թղթիկ է դրած, որպեսզի իմանաք, թե որ մակարոնը որն է, ինչպես հասկացաք, ամեն դետալ ուղղակի հաշվարկված է, ոչ մի բան սենց թողած չէ։ Այստեղ կա 6 տեսակ, ուրեմն փաստորեն վանիլ, պնդուկ, կիտրոն, պիստակ, ազնվամորի եւ շոկոլադ, իրենց 6 կարևոր տեսակները ու կարևոր հանգամանք վաճառողը նշեց, որ տեսականին մենք չենք կարող ընտրել, այսինքն տուփիկներն արդեն պատրաստ են, հա 6 հատի մեջ այս համերը կա, 9 հատի մեջ 2-3 համ ավել եւ կար կարծեմ 12 հատանոց։ Հետևաբար ստանդարտ են, տեսականին էլ հետը դա եւ կարելի ասել հարմար է որպես գնորդ, հա, եւ երևի թե ոչ, որովհետեւ չեն կարող ընտրել, միգուցե համերկա չենք սիրում, բայց ստիպված ենք վերցնել, իսկ մյուս կողմից էլ դա երաշխիք է, որ իրենք թարմը կլինեն, այսինքն չի լինի նենց դեպք, որ ինչ որ մի համ վատ վաճառվի, մեկը շատ վաճառվի եւ ինչ որ մեկը այդքան էլ թարմ վիճակում չլինի։ Այնպես որ եկեք տեսեք, նայեք ամեն ինչը պաշտպանված է, որպեսզի չվնասեք, նորմալ տուն հասցնեք։ Բացենք, տեսնենք։ Ուրեմն, երբ որ բացում ենք քարտը եւ տեսնում ենք տեսականին, պարզվում է, որ կա 8 տեսակի ընդհանուր առմամբ, այսինքն եթե ես 6-ը վերցրել եմ, եթե 9 հատանոց վերցնեք, 2 նոր տեսակ է լինելու եւ որևիցե համից կրկնվելու է։ Կար 6, 9, 18 հատանոց, այս 6 հատին տվել եմ 20 եվրո, դա գալիս է մոտավորապես 3.5 եվրոյի կարգի, մի քիչ հատը։ Այո, թանկ է, որովհետև ինքը կարելի ասել թանկել է գալիս լաջուղեից եւ պիերեղմեից, բայց ճանաչելով Alain Ducasse-ին, իր աշխարհը, իր շոկոլադները, հավաստիացնում եմ, որ սա պետք է որակական ավելի լավը լինի, հուսով եմ այդպես էլ կլինի։
կփորձենք կհամոզվենք, գինը այո, էժան չէ, բայց նման գեղեցիկ փաթեթավորման համար այս տուփիկը կարող եք պահել, ամեն ինչ մտածված, կարելի ասել, արդարացված է մասնավորապես, եթե հաշվի ենք առնում այն փաստը, որ Alain Ducasse 16 Միշլենյան աստղ ունեցող շեֆ խոհարար է, որ երկար տարիներ ունի շոկոլադե բուտիկները, շատ բարձր որակի շոկոլադներ, այնտեղից նույնիսկ հյուրասիրեցին սև քունջուտով շոկոլադ եւ ասեմ ձեզ, ես նման համեղ շոկոլադ չէի կերել, սև քունջուտովի մասին է խոսքը, որովհետեւ սև քունջուտը ինքը մի քիչ sense դժվար է այնպես պատրաստել, որ համեղ լինի ու շատ մարդկանց դուր գա, բայց սա ես հավաստիացնում եմ, երևի թե շատ-շատերին դուր կգա, նույնիսկ այն մարդկանց, ովքեր այդքան էլ քունջուտ չեն սիրում։ Դե ինչ, եկեք անցնենք փորձելուն, նշում եմ եւս մեկ անգամ, իր մակարոնները տարբերվում են կլասիկ մակարոններից նրանով, որ առանց լակտոզայի են եւ շաքարը մաքսիմալ պակասեցված է, այսինքն այնքան, որ մակարոնը մնա մակարոն, բայց դրա հետ մեկտեղ քաղցրը քիչ լինի ու ենթադրում եմ, որ իր շոկոլադայինը, քանի որ ինքը նաեւ շոկոլադի խանութ է, պետք է բացառիկ որակի լինի, որից էլ հենց կսկսենք համտեսումը։ Բացեմ։ Հանեցինք ու ես մեկ էլ մեծ սպասումներ ունեմ պիստակովից, գույնը նայում եմ, արդեն նատուրալ է երևում։ Տեսնենք, ուրեմն առաջինը որից սկսենք, շոկոլադից, լավ, շոկոլադն ու պիստակը թողում ենք վերջում, սկսում ենք վանիլից։ Ենթադրում եմ, որ վանիլը երևի սա այս ծայրինը պետք է լինի, որտեղ այսպես էր թուղթը դրված, բայց միջուկը մուք է, տեսնենք։ Ուրեմն մակարոնները շատ փափուկ են եւ վաճառողը ինձ այդպես էլ ասաց, որ իրենց մակարոնները շատ ավելի փափուկ են, քան կլասիկան, որովհետեւ քանի որ շաքարավազը պակասեցված է, դա արդեն ազդում է, բայց ամեն ինչ արված է որակը պահպանելու համար։ Նախ sense տեսեք, ինչքան գեղեցիկ է, քան նուրբ է, չեք պատկերացնի։ Գնաց։ Սա հենց վանիլայինն է եւ ես առաջ անգամ եմ տեսնում վանիլային մակարոն, որի միջուկը լինի մուգ գույնի, այնքան համեղ է չեք պատկերացնի ու իսկապես ինքը փափուկ է, քաղցրը իսկապես քիչ է, շատ նուրբ մակարոն է, բայց էսենց միջուկը ծամովի կա, չգիտեմ, ես շատ հավանեցի, եկեք գնահատականներս վերջում տամ, բոլորը փորձելուց հետո, բայց որ շատ համեղ է, այդ հաստատ։ Անցանք երկրորդին, որը պնդուկումն է, այստեղ կրեմը շատ չի երևում, կան, որ կրեմը մի քիչ հաստոտ է շատ երևում, կա, որ քիչ, սա ավելի քիչ է երևում, եկեք սենց ձեռքով էլ պոկեմ, ձեզ ցույց տամ, ոյ դժվար է չէ երևի, ավելի լավ է գցեմ, եկեք գցեմ։ Հարուստ պնդուկի համ, նույնիսկ եթե չիմանաք էլ գրած չլինի, գուտեք եւ ամիջապես կիմանաք, շատ հավանեցի, բայց չէ, չեմ դիմանում, եկեք գնահատականներ տամ, առաջինը կտամ 10-ից 8, այս մեկը կտամ 10-ից 9, որովհետեւ շատ բացառիկ պնդուկի համ ունի, իդեալական, հիմա կիտրոն եկեք տեսնենք ու նկատում եք, չէ, բոլոր մակարոնները վրայից հենց գեղեցիկ են, շատ հավես է, նենց էլ հոտ է գալիս, կիտրոնի, վաու, փորձում եմ, կիտրոնը շատ հավանեցի, ու սա կհավանեն այն մարդիկ, ովքեր սիրում են կիտրոնային խմորեղեն, բայց չեն սիրում, որ այն շատ թթու է լինում ու շատ արտահայտիչ, այս լրիվ ձեզ համար է, ես երևի սպասում էի, որ ավելի թթու կլինի, դրա համար եւի կգնահատեմ 10-ից 7 զուտ այդ փաստի համար, բայց շատ համեղ է, նույնիսկ թեթև դառնություն ունի, բայց sense թեթև էլի չխանգարող, շատ լավն է, 10-ից 7 այս մեկը, հիմա եկեք ազնվամորիովը փորձենք, ու ամենակարևորը, եթե նկատեցիք, ոչ մեկի մեջ ներք չկա, շատ ժամանակ կտեսնեք ամեն տեղ, չէ, այսինքն երևի թե ամեն տեղ նույնիսկ պեղեղմեն եւ լաջուղեն գույն են տալիս, հա, եթե ազնվամորի է, ապա ֆարթագույն է, հա, լինում այս հենց մակարոնի բազան, ամեն մեկի իր գույնով կամ եթե կիտրոն է դեղին, այստեղ եթե նկատում եք, բոլորը մի գույնի են, գույն տված չէ եւ միայն միջուկների հաշվին է։ Նույնիսկ եթե տեսնում եք կիտրոնի, ազնվամորու տարբեր գույների,
այս բազան հենց իր կաղապարը, հա, համ տված չի երբևիցե։ Իրանք բոլորը նույն բազան են, ուղղակի գույն տված։ Համը որոշում է միայն միջուկը։ Իսկ միջուկը կլասիկ մակարոնում պետք է լինի գանաշ, միայն գանաշ։ Եթե միջուկը կոնֆի է, դա ճիշտ չէ։ Ճիշտը գանաշն է, համը տալիս է հենց գանաշը, այլ ոչ թե կաղապարը։ Իրենք ստանդարտ են, այստեղ ընտրություններ է արված, գույն չտալ եւ միայն միջուկի հաշվին որոշել։ Հիմա փորձում եմ ազնվամորին։ Նայ գույնը։ Սա էլ կիտրոնի հետ կգնահատեմ 10-ից 7։ Ինքը շատ համեղ է, բայց երևի ես կուզեի, որ ազնվամորու համը ավելի արտահայտված լինի, շատ քիչ է։ Եթե ասենց արագ ուտենք, կարող է նույնիսկ չզգանք, որ ազնվամորի է։ Ավելի ճիշտ 10-ից 7 չէ, կտամ 10-ից 6, որովհետև կիտրոնը անմիջապես զգում ենք, որ կիտրոն, իսկ այստեղ ինքը մակարոնը շատ համեղ է, բայց ազնվամորին լայթ է։ Այդպես չենք ուզում։ Վնացին վերջին երկուսը, պիստակը եւ շոկոլադը, առաջինը կփոխեմ պիստակը, որովհետեւ եթե շոկոլադը շատ արտահայտիչ եղավ, պիստակի համին կխանգարի եւ ճիշտ չեմ կողմնորոշվի, այնպես որ եկեք պիստակից ու իդեպ ասեմ, պիստակը մեջների ամենածանրն է ու երևի թե նկատեցիք էլ, նայեք ավելի շատ է լցոնված։ Գույնը շատ նատուրալ է, հուսով եմ համնել։ Պիստակը շատ համեղ է, նատուրալ է լրիվ, գույնից ելնելով էլ լրիվ նատուրալ է, բայց ըստիս էլի շատ սենց լայթ թեթև համ ունի, ես էլի ավելին է սպասում, կգնահատեմ 10-ից 7, մի քիչ ափսոսում եմ, որովհետև սպասումներս մեծ էր, ավել չեմ կարող տալ, որովհետև պիստակի համն էլ շատ թեթև է, հիմա տեսնենք շոկոլադն ինչ է ասելու, սա էլ երկար բարակ չեմ խոսում, անմիջապես փորձում եմ։ Այս շոկոլադը լրիվ բոմբ, լուրջ եմ ասում, ես սենց համեղ շոկոլադե մակարոն դեռ չէի կերել, որովհետև շոկոլադը ընենց որակի է, չեք պատկերացնի, այնց որակյալ համեղ շոկոլադի համ եք զգում, դառը, բայց միևնույն ժամանակ ոչ դառը, իսկ քաղցրությունն էլ արդեն, դե գիտեք, շատ թեթև է քաղցր, այս մեկը 10-ից 10, եթե շոկոլադե մակարոնի սիրահար եք, անպայման սա պետքա փորձեք եւ ընդհանրապես փորձեք Ալանջուկասի շոկոլադները, եթե շատ եք ուզում, կոմենտներ գրեք, կգնանք միասին հենց մեկ անգամ էլ շոկոլադների համտեսում կկազմակերպենք տարբեր տեսակի ու ձեզ կպատմեմ, այս 10-ից 10, եզրափակեմ եւ ասեմ, թե ինչ եմ մտածում այս մակարոնների մասին, այսպես ասեմ, առաջինը նշեմ, որ որպես առանց լակտոզա մակարոններ, իրանք իսկապես շատ համեղ են ու եթե չիմանաք, որ իրանք լակտոզա չունեն, նույնիսկ չեք էլ իմանա։ Եվ այն փաստը, որ իրանց մեջ շաքարն էլ քիչ է, դա լրիվ պլյուս է ավելացնում, բայց միևնույն ժամանակ արդյոք արժե վճարել 20 եվրո, այսպես կասեմ, քանի որ չեն կարող ընտրել տեսականին, հա, ինքը ստանդարտ է, դա մեկ կողմից պլյուս է, կարող եք տեսականի փորձել, մեկ կողմից կոնկրետ իմ համար մինուս է, որովհետև ես կար որոշները, որոնք այդքան չհավանեցի, բայց չեմ կարող ընտրել, հա, իսկ եթե կարողանայի ընտրել եւ վերցնեի միայն իմ հավանածները, ապա այո, 20 եվրո եւս մեկ անգամ կվճարեմ եւ կգնեմ։ Այսպես երևի թե ոչ։ Բայց ինչ վերաբերվում է որակին, ապա միանշանակ ասեմ, որ որակը զգացվում է եւ այն շատ բարձր որակ է, այնպես որ եթե ուզում եք փորձեք, արժե գոնե մեկ անգամ 20 եվրո վճարել եւ փորձել, որովհետեւ ինչպես գիտեք, ճաշակին ընկեր չկա, միգուցե ձեզ հենց նման նուրբ համերն են դուր գալիս, իսկ եթե այդպես է, անպայման հավանելու եք։ Ամեն դեպքում կուզեմ նշել այն փաստը, որ նման մատուցում, հա, նման գեղեցիկ ու հատկապես որ տուփիկի գինը արդեն ներառված է, հա, հավելյալ չեք վճարում, ու նման հա սարցե տոպրակով ես երբևիցե ոչ միտեղ չեմ տեսել, այնպես որ կարծում եմ, որ experience-ը հաստատ արժի, որ 20 եվրո վճարել եւ փորձել։ Արդեն կորոշեք ինքներդ, ես ձեզ համար պարզաբանեցի, տեսակ կկատարեք ձեր ընտրությունը։ Իսկ եթե տեսալովակը հավանեցիք, ուրեմն լայքեք, բաժանորդագրվեք, զանգակոճակն էլ ծխմեք, որ բաց չթողեք նոր վիդեոներ եւ անպայման ինձ հետևեք իմ Instagram-յան էջում, որտեղ այնտեղ շատ ավելի հաճախ եմ կոնտենտ գցում եւ շատ ավելի հետաքրքիր է։ Այնպես որ պաչիկներ եմ անում եւ ասում եմ միշտ նոր հանդիպում ու հա եթե ուզում եք կարող ենք հենց Ալանջուկասի շոկոլադների համտեսումն էլ կազմակերպել, որովհետեւ իրենց շոկոլադները ուղղակի բացառիկ են, կարող ենք միասին փորձել, ձեզ էլ ցույց տամ։
Պաչիկներ։